Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սկսում ենք Astromix հաղորդման հերթական թողարկում, այսօր շատ հետաքրքիր թեմաների մասին ենք խոսելու, կվերլուծենք Նիկոլ Փաշինյանի անհատական քարտեզը, ինչու, որովհետև գիտեք, որ հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի 50-ամյակն է եւ այդ կապակցությամբ որոշեցի ներկայացնել քարտեզը անհատական Նիկոլ Փաշինյանի եւ ինչ է սպասվում առաջիկայում, հատկապես գիտեք, որ շատ կարևոր 2026 թվականը, քանի որ ընտրությունների տարի է, ընտրությունների շրջան է եւ այդ իսկ պատճառով շատ իհարկե ճակատագրական է լինելու Նիկոլ Փաշինյանի համար 2026 թվականը, այժմ կներկայացնեմ թե ինչու։ Դե բազմիցս ես ներկայացրել եմ քարտեզը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի եւ բավականին գիտեք, որ լարված է նրա անհատական հորոսկոպը, այստեղ Արեգակը վնասված է Նեպտունի կողմից, որը այդ անհասկանալի էմոցիոնալ դրսևորումներ է տալիս, այդ անհասկանալի էմոցիոնալ դրսևորումները տեղի են ունենում ինչ-որ տվայտանքներ, տարբեր հիստերիկ դրսևորումներ, հա, որ մենք տեսնում ենք հատկապես վերջին ժամանակահատվածում շատ ավելի հաճախակի են լինում այդպիսի դրսևորումներ, դա կապված է նախ Արեգակի եւ Նեպտունի դիմակայության հետ եւ երկրորդը Մարս մոլորակը, որը գտնվում է Խոյ կենդանակերպում, իսկ Խոյը անհամբեր, անհանդուրժող, գիտեք, որ Մարսը Խոյ կենդանակերպում, եթե նա ցածր էներգետիկական մակարդակի վրա է դրսևորվում, նա տալիս է այդ հիստերիկ դրսևորումները եւ դիմակայում է Պլուտոն մոլորակի։ Շատ դիպուկ բնութագիրը տրված է ազգակործան պատուհաս, ես կավելացնեի նաև պատերազմ բերող ազգակործան պատուհաս։ Ինչու պատերազմ բերող, որովհետև Նիկոլ Փաշինյանի անհատական քարտեզում Մարս մոլորակը, որը ռազմի մոլորակն է, ընդհանրապես մարդու էներգետիկան է պայմանավորում Մարս մոլորակը, գտնվում է Խոյ կենդանակերպում 8 աստիճան, ուրեմն Խոյ նշանում, մարդասպանի աստիճանում ջալոս եւ դիմակայում է Պլուտոն մոլորակին, կշեռ կենդանակերպում, որը 6 աստիճան կշեռքն է զբաղեցնում։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ ընդհանրապես երբ Մարսի եւ Պլուտոնի դիմակայությունները ձևավորվում են, ագրեսիան հասնում է բարձրաստիճան այս մակարդակի, այսինքն ծայրաստիճան մակարդակի ագրեսիվ դրսևորումներ են բնորոշ այս անձնավորությանը։ Եվ եթե հիշում եք, այդպիսի լարված ագրեսիվ դրսևորումներ ընդհանրապես սկսվեցին ապրիլի վերջից, երբ ապրիլի 18-ից հետո Մարսը 2025 թվականի մասին է խոսքը։ Մարսը մոտ գործեց Արիուս կենդանակերպ եւ սկսեց աստիճանաբար մինչեւ ապրիլի վերջ դիմակայել Պլուտոն մոլորակին, այսինքն նաև համաշխարհային թաթերամետ բեմի վրա տեղ ունեցան լարված զարգացումներ, ռազմական զանազան բախումներ, բնական աղետներ եւ այլն եւ բավականին այդ լարվածությունը ընդհանուր սկսվեց արդեն իսկ ապրիլի վերջից եւ շարունակաբար մայիսին զարգացում ստացավ։ Այս դիրքը Մարսի եւ Պլուտոնի դիմակայությունը ըստեյության արտահայտված է Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզում նույնպես։ Նո այստեղ ձևավորվում է այսպես կոչված սայլ մուրակային կոնֆիգուրացիան Արեգակ Նեպտուն եւ Մարս Պլուտոն, հա, դա բավականին կործանարար մոլորակային կոնֆիգուրացիա է, նա մի պահ կարող է արագ մարդուն հասցնել, չգիտեմ, բարձրունքների, բայց մյուս պահին կարող է արագ նրան այդ սարից իջացնել ներքև, այսինքն շատ բարձր անկայունությամբ է բնորոշվում։ Պետք է ասել, որ գիտեք, որ նրա մոտ
Նաև երկվորյակներում բացի արեգակից, քանի որ նա արեգակնային երկվորյակ է, արեգակը 10 աստիճան ուրեմն երկվորյակում է գտնվում, այդտեղ երկվորյակներում հայտնվում է նաև հարավային լուսնային հանգույցը, որը կործանիչ, այսինքն որը տանում է այդ հաջողությունը եւ ընդհանրապես եթե անդրադառնանք կարմիկական աստղաբանությանը, դա նշանակում է, որ նախկին կյանքում նա ինչ որ բարձրաստիճան անձնավորություն եղել, ազնվական է եղել, ունեցել է դիրք, ունեցել է պաշտոն եւ այդ ինչ հանգամանքներից ելնելով նաեւ այս կյանքում ունի նման առավելություն, այսպես ասած, այդ առավելությունը կապված էր նրա գրագիտության հետ, որը նախկին կյանքում շատ բարձր մակարդակ էր։ Իհարկե այս կյանքում ընդհանրապես սովորաբար երբ Մերկուրին հետընթաց է լինում կապի հեռահաղորդակցության, տրամաբանության եւ ուղեղի մոլորակ Մերկուրին երբ հայտնվում է հետընթաց շարժի մեջ եւ իմիջիալոց Նիկոլ Փաշինյանի մոտ հենց հետընթաց շարժի մեջ է Մերկուրին 23 աստիճան երկվորյակներում, դա նշանակում է, որ մարդը բավականին բարձր ինտելեկտուալ կարողություններ է ունեցել նախկին կյանքում, բայց այս կյանքում նրան ցանկալի չէ ստանալ, չգիտեմ, ինչ որ բարձր կրթություն, դառնալ ակադեմիկոս եւ այլն, նա չի կարող պարզապես եւ դա բացասաբար է ազդում նաեւ եթե շարժվում է այսպես սև մութ ճանապարհով, դա բացասաբար է ազդում նաեւ նրա ինտելեկտուալ ընդունակությունների վրա Մերկուրի այս դիրքը եւ նամանավանդ որ Մերկուրին Նիկոլ Փաշինյանի քարտեզում առհասարակ զուրկ է այլ մորակների հետ հարաբերվելուց, այսինքն առանձնացված գտնվում է երկվորյակներում։ Եվ հենց իմ կարծիքով հենց այս Մերկուրին բերել է նրան, որ այս կյանքում նա ունի ուշակի պաշտոն եւ հասարակական դիրք եւ ներկայանում է հանրությանը իբրև շատ զարգացած, շատ խելամիտ առաջնորդ։ Նամանավանդ, որ վերջերս իր զուգընկերուհու Աննա Հակոբյանի հետ նրանք անցկացնում են այսպես կոչված այդ ծրագիրը կրթվել է նորաձև այդ։ Ես արդեն դրան անդրադարձել եմ, որ շատ հստակ երկուսի հորոսկոպներում հենց տեղավորվում է այդ կարգախոսը կրթվել է նորաձև է, որտեղ Մերկուրին երկվորյակներում հենց կրթվելու հետ է կապված եւ նրա զուգընկերուհու մոտ իհարկե Աննա Հակոբյանի մոտ էլ այդ ջրհոսում են մորակները նույնպես կապված է կրթության ինֆորմացիայի փոխանակման հետ։ Սա ինչ վերաբերում է երկվորյակներին, բավականին իհարկե ծանր է նաեւ արեգակի վիճակը այստեղ ծանր է լուսնի վիճակը ձկներում, որը սև լուսնի հետ միացած է, որը բացասական կարմա է նշանակում մայրական գծով, այսինքն այստեղ մայրական գծով սարսափելի ինչ որ բացասական ժառանգություն կա, դա լինի անհատական կարմայի տեսանկյունից, թե դա լինի ցեղական գենետիկական կարմայի տեսանկյունից, այստեղ կանացի կամ մայրական գծով շատ բացասական նա ուրեմն էներգետիկա է ժառանգել, այսպես ասած, բացասական կարման դա նշանակում է հնարավորեն անեծքներ կամ չգիտեմ ինչ որ երկար այսպես 9 պորտ շարունակվող նմանատիպ անհաջող զարգացումներ կապված կանացի գծի հետ, կանացի գծով մեծ անհաջողություն է այստեղ։ Դե դա նույնպես պատահական չէ, որտեվ լուսինը խորհրդանշում ընդհանրապես մարդկային, հատկապես տղամարդու հորոսկոպում ոչ միայն մոր, այլ նաև կնոջը։ Այսինքն այստեղ նույնպես սա ակնարկ է, որ կինը նույնպես շատ այսպես կանացի շնորհքներից հեռու անձնավորություն է եւ բավականին մութ զբաղմունքների տեր անձնավորություն է։
թե դա լինի կապված սև մոգության հետ, թե դա կլինի կապված ինչ-որ հանրային հիպնոսի հետ, այսինքն հանրության վրա ուշակի ձևով ազդելու հետ կապված այդ բացասական աուրա ստեղծելու, ենթադրենք այդ 20 թվի բոլոր կոնկրետ Աննա Հակոբյանի արարքները հենց շատ լավ տեղավորվում են սև մոգական արարողակարգերի տրամաբանության մեջ։ Այնպես որ նույնպես շատ լարված մորակային փոխհարաբերություն է Յուպիտերը եւ Սատուրնի միջև քառակուսի այստեղ ճիշտ է նա այսինքն հասնում է այդ հաջողություններին հասարակական լայն ճանաչողություն է ստանում Մարսի եւ Յուպիտերի հաշվին, դիրքերի հաշվին, որոնք գտնվում են խոյ կենդանակերպում, նա հասնում է դրան, բայց քառակուսին Սատուրն մորակի հետ եւ Վեներա մորակների հետ շատ անբարենպաստ եւ տհաճ զարգացումներ է բերում նրանից հետո, երբ նա հասնում է իր նպատակին։ Այստեղ նաև այդ անկանոն, չգիտեմ, շարժումները, որը նա խորհրդարանի ամբիոնից այսպես ներկայացնում է համայն աշխարհին, որ անկանոն խոսքեր, անհասկանալի բովանդակության ելույթները նրա, դա արդեն կապված է Վեներա եւ Ուրան մորակի միջև քառակուսու հետ։ Այսինքն անկանխատեսելի վարք է տալիս, անկանխատեսելի զարգացումներ է տալիս, նա կարող է մի անգամ էլ դուրս գալ ինչ-որ սկսել գզել իր մազերը կամ սկսել թուրքերեն խոսել, այս շատ բնական կլինի իր համար Ուրանի եւ Վեներայի այդ քառակուսու արկայության պայմաններում։ Հիմա մի փոքր անդրադառնանք չինական բազի քարտեզի վերլուծությանը, այստեղ նույնպես այդ անկայունությունը, որը ես ձեզ ներկայացրեցի, արևմտյան աստղաբանական աստղային քարտեզից, որը երևում է նաև նույնը շարունակվում է չինական բազիում։ Նույնպես նա ծնվել է Փայտե նապաստակի տարում, որը ես մշտապես նշել եմ, որ հայ ժողովրդի համար ամենաանբարենպաստ տարին ըստ չինական աստղացույցի, դա հենց այդ Փայտե նապաստակն է, քանի որ Փայտե նապաստակի տարի 1915 թվականը, հենց 75 թվականը եւ ընդհանրապես նապաստակի տարիները շատ անբարենպաստ են 2023 թվականին, երբ տեղի ունեցավ ցեղասպանությունը Արցախում, նույնպես նապաստակի տարի էր, բայց ջրային նապաստակի տարի էր։ Եվ նա ծնվել է նաեւ մետաղական օձի ամսում եւ հողային վագրի օրը։ Օձը եւ վագրը համարվում են բացիում չինական աստղաբանության մեջ ձիեր, շրջագայող ձիեր։ Եվ դա տալիս է անկայունություն մարդուն, թե նրա զբաղմունքների մեջ, գործնական ոլորտում, թե նրա անձնական կյանքի մեջ, կամ ակնարկում է ընդհանրապես, երբ ճամփորդողցին գտնվում է մարդու ամուսնության դղյակում, որը ինչպես եւ Նիկոլ Փաշինյանի մոտ հողային վագրը, դա նշանակում է ամուսնություն արտասահմանցու հետ, այսինքն ըստ էության դա հստակ նշանակում է, որ Աննա Հակոբյանը նա հրեա է ծագմամբ։ Փաստորեն սա հստակ ամրագրված է Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզում եւ իհարկե օձը, վագրը եւ կապիկը ձևավորում են հրեղեն պատիժ։ Այս տարի բավականին ակտուալ է հրեղեն պատիժ պարբերաբար ձևավորվում է, որովհետև օձի տարի է, երբ նաև գալիս է վագրի ամիսը կամ եւ գալու է կապիկի ամիսը եւ ավելանալու է նաև այդ երեքը միանում են, ավելանում են, իրար ձեռքի են բռնում, ձևավորում է այսպես կոչված հրեղեն պատիժը, որը ես կանխատեսել եմ, որ բավականին շատ բարդ զարգացումներ են լինելու, բնական աղետներ են լինելու կապված այդ հրդեհների հետ, պայթյունների հետ, զանազան, որ անդադ հրդեհները դուք տեսնում եք անցած տարվա վերջից արդեն շարունակաբար լինում են, նաև պայթյուններ,
գույքեր, աղետներ զանազան, դա բոլորը հրեղեն պատիժն են։ Ու հրեղեն պատիժը նաև անշնորհակալության պատիժ է, այսինքն այստեղ երկակի իմաստ ունի, անշնորհակալ կարող է լինել մարդը, այսինքն իր շրջապատի նկատմամբ, որը մենք հստակ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի պարագայում, նա անշնորհակալ է նախ իր ընտրողների հետ կապված, որ վստահությունը, այսպես ասած, մարդկան չարաշահելով բերեց հասցրեց այս ծանր վիճակին երկիրը։ Նույնը մենք տեսնում ենք նրա զուգընկերուհու Աննա Հակոբյանի դեպքում, նա նույնպես բավականին այսպես շռայլ էպիտետներով ներկայացնում է եւ մարդկանց վիրավորում պարզապես նույնպես շատ անշնորհակալ վերաբերմունք է սա շատ այսպես թյուր իմացություն եւ շատ անշնորհակալ վերաբերմունք ու հստակ մենք ավելի հստակ կտեսնենք դա օգոստոս ամսին 2025 թվականին, որովհետեւ օգոստոսին հստակորեն ավելի հաճախակի կձևավորվի այսպես կոչված հրեղեն կամ անշնորհակալության պատիժը։ Եթե մարդը գնում է լուսավոր ճանապարհով, նրան մութ ուժերը ընդհակառակը սկսում են այսպես միջավայրը սկսում է անշնորհակալ վերաբերմունք ցուցաբերել, այսինքն այստեղ մութ ճանապարհով գնացող տարբերակն է եւ դրա պատճառով նա է անշնորհակալ վերաբերում։ Դե օգոստոս ամսին ավելի շատ այդպիսի դրսևորումներ մենք կտեսնենք թե Նիկոլ Փաշինյանի, թե Աննա Հակոբյանի կողմից։ Եվ ընդհանրապես օգոստոսը շատ բավականին բարդ ամիս է լինելու հենց Նիկոլ Փաշինյանի համար եւ հուլիսը եւ օգոստոսը։ Ինչու է բարդանում իրավիճակը, սիրելիներս, որովհետեւ գիտեք, որ հուլիսի 7-ից 2025 թվականի անկանխատեսելի փոփոխությունների հեղափոխական մոլորակ Ուրանը մուտք է գործում երկվորյակներ, այսինքն Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության 2018 թվականին, երբ Ուրանը մուտք գործեց ցուլ կենթանակերպ, անմիջապես հենց մայիսին մուտք գործեց ցուլ կենթանակերպ, նա հռչակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ հիմա, երբ Ուրանը մուտք գործի երկվորյակներ, իհարկե նրա դիրքերը զգալիորեն սասանվելու են, որովհետև Ուրանը անցնելու է Նիկոլ Փաշինյանի հարավային հանգույցով, իսկ հարավային հանգույցը կամ կետուն նշանակում է այն բոլոր արարքները, որը գործել է մարդը, գործել է, կատարել է մարդը նախ եւ անցյալ կյանքում եւ ընդհանրապես այս կյանքում մինչ այդ պահը։ Եվ դա Ուրանը, այսպես ասած, բավականին հստակ խնդիրներ է առաջացնելու, այսինքն, այսպես ասած, արդեն այդ բումերանգի օրենքը աստիճանաբար սկսում է աշխատել եւ գալիս է մոտենում է նրան, ինչու, որովհետև Ուրանը մոտենում է նրա արեգակին եւ միություն կկազմի Նիկոլ Փաշինյանի արեգակի հետ Ուրանը 26 թվականին, սիրելի բարեկամներ, 26 թվականին, այժմ ես տեսնեմ կոնկրետ երբ տեղի կունենա այդ իրադարձությունը։ Տարվա երկրորդ կեսին արդեն մենք կտեսնենք Ուրանի եւ Նիկոլ Փաշինյանի արեգակի միություն աստիճանաբար նրանք կմիանան, իսկ իհարկե ամբողջական միությունը տեղի կունենա 27 թվականին։ Դա անխուսափելիորեն բերելու է շատ բացասական զարգացումներ, նաև հեղափոխական զարգացումների է բերելու եւ իհարկե նրա դիրքերը զգալիորեն սասանվելու են։ Իհարկե, եթե նա չսկսի շատ անկայուն ինչ-որ նմանատիպ շարժումներ անել, անկայուն քայլեր անել, անկայուն նշանակումներ անել, կարող են մեկին նշանակել ու մի անգամից անետ ու նորից, այսինքն Ուրանի գործողություններ, Ուրանին բնորոշ անկանխատեսելի կայծակնային արագությամբ ինչ-որ գործողություններ եթե տեղի չունենան, իհարկե խնդիրներ կունենա 26 թվի երկրորդ կեսին եւ 27 թվականին։ Առհասարակ 26 թվականը ինչով է ճակատագրական, գիտեք, որ հունիսին են նշանակված ուրեմն խորհրդարանական ընտրությունները եւ այդ ժամանակ հենց Արեգակ 26 թվականին հենց Արեգակը միանալու է Ուրանի հետ, այսինքն ինչ կարող է դա
նշանակել։ Դա նախ եւ առաջ նշանակելու է, որ ընտրությունից ամբողջ այդ ընտրական գործընթացը շատ անկանխատեսելի զարգացումներ ունենալու հնարավոր է մինչև ընտրությունները արդեն ինչ որ շատ անսպասելի զարգացումներ լինեն, ռազմաքաղաքական զարգացումներ, հարձակումներ Հայաստանի վրա, որոնք կամ չեղարկեն այդ ընտրությունները, կամ այդ ընտրությունների վրա այնպիսի ազդեցություն ունենան, որ արդյունքները չեղարկվեն եւ մտցնելով այսպես արտակարգ դրություն Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պահպանել իր իշխանությունը։ Ես կարծում եմ շատ հավանական տարբերակ է Ուրանի եւ Արեգակի միության ֆոնին։ Այնպես որ նաև 26 թվականին շատ կրիտիկական խավարումներ ունենք մենք փետրվարի 17-ին տեղի կունենա ուրեմն Արեգակնային խավարում 26 թվականին Հայաստանի Հանրապետության Լուսնի անմիջական մոտակայքում, որը որ իհարկե բացասական հետևանքներ կունենա մեր ժողովրդի համար եւ հատկապես կապված այդ Սահմանադրական փոփոխությունների հետ, որովհետև փորձ է կատարվելու անցկացնել այնուամենայնիվ այդ սահմանադրական փոփոխությունները եւ անկախության հռչակագրից դուրս բերել սահմանադրությունից դուրս բերել այդ անկախության հռչակագրի հատվածը, ընդհանրապես չեղարկել երրորդ հանրապետության գոյությունը, որը ստեղծվել է հենց անկախության հռչակագրի հիման վրա։ Դա շատ մեծ վտանգ, դրա մեծ վտանգը կա հենց փետրվարի 2026 թվականին։ Դե ինչևից է, տեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն, ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարի, կհանդիպենք, ցտեսություն։